2024 թվականի բյուջեից 3 միլիարդ 845 միլիոն 273 հազար դրամ կհատկացվի մարզպետների աշխատակազմերին համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։ Այս մասին առաջարկը ներառված է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նոր նախագծում։ Նախագծով առաջարկում է համաֆինանսավորել 30 համայնքների ընդհանուր թվով 50 ծրագրեր, որոնց բաշխվածությունը ըստ մարզերի հետևյալն է. Հարատի մարզ 5 ծրագիր 336.6 միլիոն դրամ, Արմավիրի մարզ 9 ծրագիր 395.7 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ 11 ծրագիր 1 միլիարդ 174 միլիոն դրամ, Լոռու մարզ 3 ծրագիր 167.9 միլիոն դրամ, Կոտայքի մարզ 10 ծրագիր 699.3 միլիոն դրամ, Շիրակի մարզ 4 ծրագիր 169.6 միլիոն դրամ, Սյունիքի մարզ 4 ծրագիր 690 միլիոն դրամ եւ Տավուշի մարզ 4 ծրագիր 211.2 միլիոն դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ թվարկեց բոլորային աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն այս ծրագրով, հիշեցնելով, որ որակի վերահսկողությունը կառավարության համար ունի առանցքային նշանակություն, ապա շնորհակալություն հայտնեց հարկատուներին, որոնց վճարած հարկերի շնորհիվ հանրապետությունում իրականացվում են նմանատիպ բազմաթիվ ծրագրեր։ Այս համատեքստում Փաշինյանն ասաց, սեպտեմբերից նոյեմբեր տաքսի վարող քաղաքացիները գեներացրել են 22 միլիոն 900 հազար հատ ՀԴՄ կտրոն, այսպիսով հայտարարագրելով 26.9 միլիարդ դրամի հասույթ։ Այստեղ ասում ենք ճանապարհ կառուցեցինք, այդ մարդկանց շնորհակալություն ենք հայտնում։ Նրանք ովքեր այդ հարկերը գեներացրել են, մանկապարտեզ կառուցեցինք, չգիտեմ, ճանապարհ կառուցեցինք, ջրագիծ կառուցեցինք։ Այսինքն սա այդ համագործակցային տրամաբանությունն ենք մենք անընդհատ ուզում ընդգծել, որ դա է աշխատելու ճիշտ տրամաբանություն։ Այսուհետև լիզինգի աջակցության ծրագրից օգտվելու հնարավորություն կունենան նաև համայնքները։ Կընդլայնվի սպանդանոցային ծառայության մատուցման անհրաժեշտություն ունեցող բնակավայրերում, ծրագրի շրջանակներում ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող շահառուների շրջանակը, կապահովվի սպանդանոցային մորթի ծառայություններ մատուցող շահառուի կողմից ստանձնած սպանդանոցային մորթի ծառայությունների մատուցման պարտավորությունների կատարման նկատմամբ մոնիթորինգը։ Ծրագրից օգտվող շահառուների շրջանակը լրացվում է համայնքներով, պայմանով, որ տվյալ լիզինգի առարկան նախատեսված չէ ձեռք բերել սուբվենցիոն ծրագրով կամ ծրագրերով։ Ուժը կորցրած են ճանաչվում մարզի տվյալ բնակավայրում շարժական սպանդանոց շահագործելու նպատակով էկոնոմիկայի նախարարության կողմից մեկից ավելի դիմումներին համաձայնություն տալու սահմանափակման եւ մարզի տվյալ բնակավայրում շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց շահագործելու նպատակով էկոնոմիկայի նախարարության կողմից նախկինում ստացված դիմումի շրջանակներում տրամադրված համաձայնության հիմքով դիմումի մերժման պայմանները։ Մեկ այլ նախագծով կկանոնակարգվի մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների ատեստավորված եւ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի չափերը ըստ արդյունքների։ Նախարարության կողմից արդեն իսկ 4 ուղղություններով ոսկերչություն, խոհարարություն, գյուղատնտեսություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ մեկնարկել է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման եւ ատեստավորման գործընթացը։ Տեստավորման արդյունքում արդեն իսկ դեկտեմբերին նախատեսել ենք, որ հաջող արդյունք ցուցաբերածները կստանան համապատասխան հավելավճարներն ու դրույքաչափի փոփոխության պայմանավորված վարձատրությունը, նաև այս նույն կարգով հաստատում ենք տարակարգի դեպքում խրախուսման համակարգը, տարակարգի կարգը նույնպես հաստատվել է նախարարի հրամանով, տարակարգը կգործի հաջորդ տարվանից եւ սա էլ հավելյալ հնարավորություն է տալու 20, 30 եւ 50% հավելավճարներ ստանալ։ Մանկավարժական աշխատողների վերապատրաստման եւ ատեստավորման, նաեւ տարակարգերի շնորհումը խթան կհանդիսանա մանկավարժական աշխատողների շարունակական կատարելագործմանը, նրանց որակի եւ վարձատրության բարձրացմանը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։